զբաղվել եմ տարբեր մարզաձևերով, բայց հենց ֆուտբոլը ինձ գրավեց։ Ես միշտ սիրել եմ եւ երկրպագել եմ Բարսելոնա ակումբը եւ ինձ համար միշտ Մեսսին կուռք է եղել եւ միշտ ուզել եմ նրան նմանվել։ Ֆուտբոլային կարիերա սկսել եմ Գերմանիայից, արդեն 7 տարի է ինձ զբաղվում եմ ֆուտբոլով։ Գերմանիայում հանդես եմ եկել տղաների թիմում։ Գերմանական ֆուտբոլային դպրոցից իմ կարծիքով կարողացել եմ շատ բան վերցնել, դա առաջնայինը իմ կոպիտ չոր խաղն է, խլումները, քանի որ տղաների հետ մրցակցությունը ավելի դժվար է, ես միշտ փորձում էի ֆիզիկապես իրանց հասնել, հիմա կարող եմ ֆիզիկապես ավելի ուժեղ խաղ ցուցադրել։ Հայաստան վերադառնալիս կրկին խաղացել եմ տղաների թիմի հետ, մարզվել եմ նրանց հետ մոտ 6-7 ամիս, որից հետո արդեն ընկեր Լիաննան ինձ առաջարկեց տեղափոխվել ԱՏ Արմենիա։ ԱՏ Արմենիայում հանդես եկա 5 տարի եւ այս ամառ արդեն տեղափոխվեցի Ուրարտու ֆուտբոլային ակումբ։ Հայ ֆուտբոլիստներից իմ ամենասիրած ֆուտբոլիստը դա Սպերցյանն է։ Քանի որ նա խաղում է իմ դիրքում եւ ես նրա խաղաոճը շատ եմ սիրում, նա կարողանում է դաշը շատ լավ տեսնել եւ ժամանակին կարողանում է այդ պասերը գտնել եւ նաեւ ունի շատ լավ տեխնիկա եւ հարվածներ։ Դեռ չեմ կարողացել հանդիպել Էդուարդ Սպերցյանի հետ, բայց հուսով եմ այդ օրն էլ կգա։ Մինչ օրս հանդես եմ եկել մինչև 17, մինչև 19 եւ ազգային հավաքականում։ Ունեմ շատ հիշարժան պահեր անցկացրած Հայաստանի հավաքականի կազմում, որից առաջինը դա մինչև 17 տարեկանների մեր առաջին պատմության մեջ առաջին հաղթանակն էր եւ ես շատ հպարտ եմ, որ հենց մենք ենք կարողացել այդ պատմությունը գրանցել եւ նաեւ ինձ համար շատ հիշարժան է իմ առաջին հրավերը ազգային հավաքականից։ Խաղադաշտում ամենալավը համագործակցում եմ Տաթև Խաչատրյանի հետ, քանի որ ես նրա հետ հանդես եմ եկել 5 տարի մի թիմում եւ նաեւ հավաքականում։ Ունենք շատ գոլեր միասին խփած, երբ որ ես նրան ասիստ եմ կատարել եւ նա կարողացել է արդեն գոլեր խփել։ Նպատակ ունեմ, որ առաջին գոլս խփեմ Հայաստանի հավաքականում, կապ չունի թե դա կանեմ տարիքային թե ազգային հավաքականում եւ շատ եմ ուզում, որ զինանշանը համբուրեմ եւ այդպես տոնեմ իմ գոլը։